երեխա ունենալը պետք է դառնա պատասխանատվություն, բայց նաև գիտակցված պայքար հանուն ապագայի, որովհետև վաղը մեկ ուրիշը մեր տեղը չի ապրելու, վաղը մեկ ուրիշը մեր հողը չի պահելու, վաղը Հայաստանը կերտելու են հենց այն երեխաները, որոնք այսօր դեռ չեն ծնվել, եւ յուրաքանչյուրիսս է կախված մեր վաղվա ապագան։ Առասարակ երեխա ունենալու որոշումը կախված է 3 առանցքային գործոններից՝ տնտեսական կայունություն, հոգեբանական անվտանգություն եւ կրթական ու մշակութային միջավայր։ Այս 3-ը միասին են որոշում ծնելիությունը բարձրանալու է, թե անկում է ապրելու։ Այո, այսօր Հայաստանում կա հստակ խնդիր։ Տնտեսական անորոշությունը խաթարում է բնակչության վերարտադրողական վարքագիծը։ Երբ ընտանիքը վստահ չէ իր եկամտի, իր բնակարանի, իր ապագա հնարավորությունների վրա, այն ավտոմատ անցնում է առավել պահպանողական ծնելիության մոդելի։ Սովորաբար գիտեք, 1 կամ 2 երեխա կամ ընդհանրապես դեռ չմտածել երեխա ունենալու մասին։ Այսօր շատ երիտասարդներ չեն ցանկանում 2-ից ավել երեխա ունենալ, իսկ ամուսնալուծությունների բարձր մակարդակի մասին էլ չեմ ասում։ Այդ ամենը բերում է ծնելիության շեշտակի նվազման։ Հայաստանում այս երևույթը համարում են ընտանիքի ինստիտուցիոնալ ճգնաժամ, ինչը կարճաժամկետով նվազեցնում է ծնելիությունը, իսկ երկարաժամկետով բերում է բնակչության ծերացմանն ու նվազմանը։ Ուզում եմ ուղիղ ասել, նոր երեխաներ ունեցեք։